Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք փուլային տարբերակով էապես աճող գույքահարկի կասեցման նախագիծը, խոսքը վերաբերում է 200 միլիոնից ներքև գույքերին, որի դրույքաչափ բեռը, այսպես ասենք, 2026 թվականին այս տարվա համեմատ նորից աճելու է 33-ից 35%։ Հիմա ամփոփիչ ելույթում մի քանի հարցադրումների անդրադառնամ։ Նախ, որ ասում են գույքի գինը հիմնականում մինչև 10 միլիոն դրամ է և այսինքն հիմնական մասը այստեղ է և բեռն ավելանում է բարձրաժեք գույքի հետ կապված, ես այստեղ պետք է ասեմ, որ իրականում էական խնդիրներ կան մոտարկված արժեքը որոշելու հետ կապված, բազմիցս քննարկել ենք, տարբեր գույքեր կան, որ շուկայականից պատիկներով ավել է գույքահարկի բազան կազմել, այդ բանաձևի հետևանքով և դրա հակառակը։ Երկրորդը, ասում են տարածքները տնտեսական իմաստով պետք է ակտիվացնել գույքերը և այլն։ Կապ չունի այս նախագծի հետ որևէ ձևով, կարող եք բերել նախագիծ և օրինակ արտադրական նշանակության գույքի գույքահարկը փոփոխեք և այս նախագիծը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից տիրապետվող, օգտագործվող գույքին, բնակարաններին և այլն։ Եվ ժողովուրդ օրաթերթից պարոն Ղարամյանյանը ինչ-որ մեջբերումներ արեց և լրատվականի խնդիրը փորձեց մեղմ ասած գցել իմ գրպանը, բայց չի ստացվելու, պարոն Ղարամյանյան, այս վերջին 2 շաբաթում ձեր մոտ փոփոխություն ա եղել, որովհետև կարծում եմ պարոն Թումանյանի բացակայությամբ պայմանավորված մի քանի ժամով ձեզ նոր պաշտոն է ընտրվել, դուք ժամանակավորապես փոխարինում եք հանձնաժողովի նախագահին և դրանից է երևի տոգորված այդ ինչ-որ համեմատությունները անհասկանալի տանում։ Ասում եք աղավաղված պրոգրեսիվ եկամտահարկ էր, հիմա աղավաղված էր, բա ուղեինք, այսինքն եթե խնդիր կա պետք է ուղղվի, դա չի նշանակում, որ համակարգը վերացնելն է լուծումը, սա պարզ ճշմարտություն է, և ամեն անգամ այդ նույն հիմնավորումն եք բերում, աղավաղված էր, վերացրինք, դա որևէ կերպ հիմնավորում չի և չի կարող փոխարինել գույքահարկի այս պրոգրեսիվությանը։ Եվ հիմա, պարոն Պողոսյան, վերջում, ասում եք լիարժեք իրացված է պրոգրեսիվությունը, խնդիր չունի այս համակարգը, բայց հաջորդ նախադասության մեջ ասում եք, որ այո, համաձայն կլինեք, եթե քննարկվի օրինակ 200 միլիոնից ավելը նորից ավելի պրոգրեսիվացնելու խնդիրը։ Առնվազն գոնե այդ մի բանը դուք ասում եք, բայց դրա նախորդ նախադասության մեջ էլ ասում եք որևէ խնդիր չկա։ Հետևաբար խնդիրներ կան, այս քննարկումն է ցույց տվեց, բազմաթիվ են այդ խնդիրները իրականում, և այդ խնդիրները ոչ թե մենակ այս սրահում են քննարկվում կամ այս դահլիճում, այլ նաև հանրության մեջ են քննարկվում ամենատարբեր հիմնավորումներով, և ես ևս առաջարկում եմ, որ եթե այդքան խնդիր կա, առնվազն մեկ անգամ ևս տալ հնարավորություն այդ խնդիրները քննարկելու երկրորդ ընթերցման ռեժիմի շրջանակներում, ժամանակ կա, եթե ամբողջական և համաձայնեցված տարբերակ չլինի, մեկ այլի այդ ընթացքում կարծում եմ էլի մեծամասնություն կլինեք, էլի կգաք դեմք քվեարկեք, այնպես որ այս հնարավորությունը շատ լավ հնարավորություն է շարունակելու, խնդիրները քննարկելու և հավաքական նաև որոշակի լուծումներ, ճշգրտումներ բերելու։